Մարդը դատարկ է, ընդհանրապես կարիք չունի տխրել։ Քվեարկության պահին դուք կարողանաս չեղարկել բոլորի ձայները։ Խաղը կլքել մասնակիցը, ում կքվեարկես դու։ Ինչի ինձ չհանեց, որպեսզի փշեղի իր վրայից սլաքը ու հանեց այնց մարդու, ով կազմում էր կապող օղակ մի քանի մասնակիցների։ Ինքը ուղղակի ուզեց թուլացնի այդ մասնակիցներին, հանելով այն մարդուն, ում միջոցով իրանք մտերմացել են, իր հետ խաղում են։ Երբ փարավոնի ժառանգը կորած ստի մեջ հավասարակշռությունը խախտվեց։ Եգիպտոսի աստվածները լռեցին, սպասելով նոր ընտրյալի, բայց լռությունը երբեք անվնաս չէ։ Այն պարզապես դիտում է, թե ով է առաջինը խոսելու։ Այսօր մեզ լքում է Ռիփան։ Ռիպան խաղում էր պապինի, Սոֆիի հետ, նաև մի քիչ իմ հետ։ Ոնց ես ժառանգորդ։ Անհասկանալի։ Մերեք ճիշտ ես քվեարկել։ Կարծում եմ, որ հա, ոչ մեկ չէր մտածի, որ իրան կարան հեռացնել։ Շատ լավ վերլուծական միտք ուներ, ինձ պետք չէ իրան բահել։ Միգուցե այդ իմ քայլով ես կարողանամ հետո իր այդ հարազատների միջև ինչ-որ մի հատ Պարակտում մտցնեմ։ Լավ, ասեմ քեզ այսօրվա իմ հանձնարարությունը, եթե կատարես, ես քեզ կտամ հերթական առավելությունը։ Խաղի ընթացքում, եթե կարողանաս այնպես անել, որ քեզ ծափահարեմ, ես քեզ կտամ հնարավորություն տեղափոխելու փարավոնական միլիոնները մեկ այլ արկղ։ Դե պատրաստվիր առաջադրանքին, ես գնամ սուրճ խմելու։ Չվայմեցի առաջարկ էի կներես։ Ոչինչ, բայց կարող եմ քո սուրճից վերցնել։ Այո, Շնորհակալ եմ։ Ես ասել եմ, որ պետք է այդ կոալիցիան քանդվի ու դրա համար ժառանգին մերսի, ուղղակի իրան չէ հանի, ասենք կհանի պապինի։ Ինչ կա ստեղ առանց մեզ նստած եք, ինչ եք քննարկում։ Քելեք, եկեք գնանք բոլորով այն սենյակ հասկանանք ինչ ունենք անելու։ Գնանք։ Գնացինք։ Ինչքան շուտ իմանանք ինչ ենք անում։ Անցած գիշեր փարավոնի կամքը խոսեց առանց բարձրաձայնելու։ Ժառանգը կատարեց իր ընտրությունը, նրանցից մեկը հեռացավ լռությամբ, մյուսները մնացին կասկածով։ Բայց արևը կրկին ծագել է փարավոն շքեղ հյուրանոցի բակում ու խաղը շարունակվում է, բայց հավասարակշռությունը փխրուն է։ Ու հիշեք, որ երբեմն հաղթելու համար պետք է կրել պարտողի դիմակը, իսկ դիմակները պատրվելու հատկություն ունեն։ Բարելույս փարավոնյան գիշերից փրկվածներ։ Այսօր օրը պարզ է, բայց ոչ այնքան ինչքան ձեր մտքերը։ Չնայած վստահ եմ, որ գիշերը շատ ծանր է եղել ու ծանր մտքերով, թե ինչպես կարողացավ ժառանգը միայնակ հեռացնել ձեզնից մեկին, սառնասրտորեն ու առանց վախենալու։ Հիմա ամեն քայլ, ամեն մի հայացք կարող է լինել ճակատագրական եւ ազդել նրա որոշման վրա։ Գնացեք նախաճաշելու, ինչպես ասում են, time-ով, իսկ ես կվայելեմ սուրճս, կսպասեմ ձեզ, հենց վերջացնեք միացեք ինձ։ Ռոմյանա կոֆե։ Թե ինչ գնանք նախաճաշ։ Առավոտից ասում եք սոված։ Ինչ իմանայի։
Ինչ գիտեն նրանք ժառանգի մասին, ինչ են նկատել, ինչ ենթադրություններ ունեն։ Նախաճաշի սեղանի շուրջ գիշերվա մտքերը դառնում են քննարկման թեմա։ Իսկ փարավոնի ժառանգը մտածում է, թե ինչպես անի, որ խաղի ժամանակ իրենց ափահարեն։ Արդյոք նա կկատարի առաջադրանքը եւ արդյոք կկարողանա հաղթահարել բոլոր փորձությունները, որովհետեւ իր 3 միլիոն դրամ մրցանակի հետ կստանա նաեւ նոր տուն ընկերության 500,000 դրամի նվերքարտը։ Սա պարզապես բոնուս չէ։ Սա է առաջին քայլը իր նոր տան ուղղությամբ։ Աշխարհարչակ եվրոպական բրենդների Սանկերամիկայի լավագույն տեսականի նոր տանը։ Այստեղ հնարավոր է ձեռք բերել Սանկերամիկայի միջազգային տրենդերին համապատասխանող նորավոճ ու որակյալ տեսականի լավագույն պայմաններով։ Յուրաքանչյուր հաճախորդի նոր տանը ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Վերանորոգումը շահավետ է նոր տանը։ Փարավոնի ժառանգը հիմա խաղի մեջ է։ Ինքը կարողացավ մնաց նաև մի շաբաթ մեր հետ։ Կարողացավ դա անել։ Իսկ դա այդ իրան ինչ որ շահում, ինչ որ իմունիտետ, ինչ որ եւ այլն տալիս է, որտեվ ինքը կարողացել է պատվով իր գործը կատարի ու մնա խաղի մեջ։ Ինձ թվում է առաջադրանքի միջոցով արդեն ինքը մեծ առավելություն ուներ։ Հանդողը քանդել է թիմը իրանց։ Ռիփաներ, Պապինը, Սոֆի մեկը Գուգոն, թիմ են իրանք։ Թիմը մի քիչ գնալով քանդվում է թիմը գնալով։ Կամ ինձ թվում է այդ քանդողը իրաց թմից շատ տեխնիչնի է խաղում, կամ չգիտեմ։ Ինչ որ հանձնարարություն որպես այդպեսին նկատել եք, որովհետև հենց հասկանանք հանձնարարությունը, կհասկանանք ավելի կոնկրետ ժառանգին։ Որ ես կասկածում եմ, իր ապարագայում ինձ շատ դժվար կլինի հասկանալ, ինքը ինչ որ առաջադրանք կատարում է, թե դա ուղղակի իր տեսակն է։ Արդյոք երրորդ շաբաթն էլ ժառանգը կունենա առաջադրանքը, առաջադրանքը ունի պրոստը մաքուր խաղացող։ Ուժը մեզ մոլորեցնելու համար։ Ես կարծում եմ ամեն դեպքում միշտ ժառանգը ունենա առաջադրանք ու իրանից զատ նաև ինչ որ մեկը կարա ունենա, կարա չունենա, որ իմունիտետ ձեռք բերի, օրինակ եմ։ Կամ խաղի միջոցով իմունիտետ ձեռք բերի, ոնց որ արեք եղավ։ Մի խոսքով այս շաբաթ եւս հանձնարարություն ունենալու է վստահ եմ, քանի որ ինքը խաղի մեջ է մեր հետ եւ կարող է մի հոգել ունենա։ Դրա համար պետք է ուղղակի սկսել արդեն ավելի ուշադիր հետևել մարդկանց պահվածքին։ Սումա ունի արդեն։ Ամբողջ գիշեր չեմ քնել, 4:50 արթնացել եմ, նստել եմ անկողնուս վրա ու փորձում եմ հասկանամ ինչ է կատարվում։ Ես չեմ կարողացել քնեմ ամբողջ գիշեր։ Եկել եմ այս եզրահանգմանը։ Թեկուզ թող ես սխալվեմ, բայց մի մարդ, ով իմ մեջ մի փոքր այսքան կասկած կարող մտցնի, ինքը պիտի չլինի խաղում։ Ռիկվա քվեարկության ձևը շատ դաժան է, շատ դաժան։ Ահա որ։ Բայց դա այդ խաղն է, ստիպում տենց լինի։ Հա, բայց ոնց որ մեսի ընտանիքը ներսից քանդելը, ընտանիքի մեջ բազար գցելը իրականում միշտ հետաքրքիր է դրան հետևելը։ Շատ հետաքրքիր է դրան հետևելը։ Չեմ սիրում էլի, երբ գոյություն ունի լիարժեք ընտանիք, որը որ չեմ ունեցել ես։ Ով էլ ուզում է լինի այդ ժառանգը, այնք իր ձեռը չի դողացել այդ անունը գրելուց։ Վայ, դե լավ խնդրում եմ, ես ինչ բան է։ Մանավանդ որ ինքը գիտի, որ իր քվեարկությամբ մարդ է ելնելու։ Եղեք ինձ թվում է, որ սենց հիմա խոսանք, անընդհատ խոսալու ենք։ Ելնենք, բայց դուք շուտ վերջացրեք եկեք, որ ձեզ այնտեղ երկար չսպասենք։ Անպայման։ Հին Եգիպտոսում հավատում էին, որ եթե մարդը շատ է խոսում, Աստված դադարում է լսել նրան։ Այսօր հետաքրքիր օր է սպասվում մասնակիցներին, ով ինչպես կվարվի իր օրվա ունեցած հնարավորությունների ու տրված հնարավորությունների հետ ցույց կտա հենց օրը։ Եվ այսօր կլսվեն միայն նրանք, ովքեր կարողանում են հավաքել պատկերը փշուրներից։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ եմ ձեզ տեսնել կրկին ու վստահ եմ, որ բոլորդ գիտեք, եթե 8 թիվը շրջենք 180 աստիճանով, ապա ոչինչ չի փոխվի, 8-ը կմնա նույն 8-ը։ Իսկ եթե այն շրջենք 90 աստիճանով, ապա կստանանք անվերջություն։ Ցանկությունների, մոլուցքի եւ փողի հանդեպ սերը կարող ենք մեկ բառով մեկնաբանել՝ ագահություն։ Եվ երբեմն հենց այդ ագահության պատճառով մարդ կորցնում է իր դեմքը։ Այսօր դուք կփորձեք հավաքել նրա դեմքը, ում ժառանգն ուզում եք դառնալ դուք։ Հիմա իմ ասիստենտը ձեզ կմոտենա պարկով, որովհետև մենք ձեզ պիտի կրկին բաժանենք թիմերի։ Կլեսիա, ուր։ Կանաչ։ Կանաչ։ Կապույտ։ Ես հայտնվեցի Աշոտի ու Ռաֆի հետ նույն թիմում, մարդկանց հետ ու մերկուսին էլ ես կասկածում եմ։ Կապույտ։ Կապույտ։ Կապույտ։
Կան։ Եվ կանաչ։ Կխնդրեմ արդեն թիմերով կանգնել սեղանների մոտ։ Կարող է գալ այստեղ կանաչներ։ Հիմա իմ ասիստենտը ձեզ ցույց կտա պատկերը, որը պիտի հավաքեք։ Դուք ունեք ընդամենը 30 վայրկյան այն ուսումնասիրելու, մտապահելու համար, որից հետո 4 րոպեում պիտի կարողանաք հավաքել պատկերը։ Հուսով եմ պատվով դուրս կգաք սրատակից, այնպես որ հաջողություն ձեզ։ Արևները ձախնա։ Արա դու գույները Կոմես։ Գլխարկը լրիվ աչնա երեխեք։ Այ գլխարկ խաչերը Thank you, աչ։ Klesya։ Հետ կտակ որ խնդրեմ։ Չէ։ Սկսեցինք։ Սոֆայական ճնասեցի, նենց ենք անում, որ մենք կռվենք։ Խաղալով իրանց թիմի հետ իրականում։ Թե չէ ես այդ puzzle-ը 2 վայրկյանում կհավաքեի։ Ժամանակն արդեն ընթացքի մեջ է։ Չէ, անկյունն է վերև։ Դից մտածեցինք դե puzzle է։ Բայց փաստորեն այդքան է puzzle չէր, որովհետև իր մեջ ավելի խորություն կար, նախ որովհետև պատկերը նախ շատ խառն էր, ձևերը, գույները եւ այլն, հետո երբ որ դու լարվում ես, ամեն ինչ փակվում է, դու մտածում ես որ դու հաղթես, չես էլ պատկերացնում թե ոնց կարաս անել։ Օպա, չէ։ Այս կալորի այս Puzzle-ը փաստորեն դժվար էր։ Ժամանակը լրացավ եւ թիմերից որևէ մեկը չկարողացավ ավարտին հասցնել պատկերը։ Ինչպես ասում են, այս տեմպերով բուրգ չես կառուցի, բայց եթե հին Եգիպտոսում կլիներ պատիժ, ապա մեր տիրույթում հնարավոր է հաշվարկ, թե որ թիմներ մոտ հանելուկի լուծմանը։ 30 վայրկյան։ Դաս վայրկյան։ 5 4 3 2 1 Վերջ, ոչ մի puzzle էլ չենք ավելացնում, ոչ մի մասնիկ չենք ավելացնում puzzle-ին։ Հիմա խնդրում եմ հաշվեք, քանի մասնիկ ունեք, որ դեռ չեք ամրացրել puzzle-ին։ 5 6 7 8 9 10 11 12 Puzzle-ը մենակ երևի հավաքել է Ռաֆը իր ուժերով, բայց մենք մեկը հաղթեցինք։ Մերը 15։ Շնորհավորում եմ ձեզ, հաղթանակը ձերն է, ափսոս։ Եվ իհարկե հաղթանակը ենթադրում է պարգև, հուշման տեսքով, որը ես ձեզ կտամ կրկին գաղտնի սենյակում։ Ես հատուկ նենց եմ խաղացել, որ իմ թիմը պարտվի, որտեվ ես ուզում էի, որ հուշումը ստանա մյուս թիմի ժողովուրդը, որտեվ ես իրանց հետ եմ խաղում։ Չստացվեց տենց։ Մի բան խնդրեմ, էլի քանի կամերաները միացված են, այսօր իմ քորիկի ծնունդն է ու ուզում եմ ի սրտե իրան շնորհավորեմ։ Ձեզանից չգիտեմ, շատերը երևի գիտեն, որ իմ երգերը ես եմ գրում, տենց իր համար փոքր քառատող եմ գրել։ Ինքը հիմա Ամերիկայում է, ի սրտե ուզում եմ իրան շնորհավորել։ Իրոք իմ քուրիկի ծնունդներում ես չէի կարող զանգել նրան շնորհավորեի, այն որ ներսից ինձ էլ էի կարծում, որ չեմ կարող ինչ-որ մի բան անեմ, դրա համար այդ իսկ պատճառով որոշեցի, որ սրանից ավելի հարմար բան չէր կարող լինել, ուղղակի սս լույս էր, որ վառվեց, ասի ու ոչ առանց ինչ-որ խաբելու։ Իրոք իմ կարծիքով ցանկացած քրոջ համար է շատ սիրուն ժեստ կլիներ, որ շոու ծրագրի ընթացքում իր եղբայրը այդպիսի մի անակնկալ աներ։ Դրա հետ մեկտեղ էլ կատարվեց հանձնարարությունս։ Շնորհավոր քույրիկս, դու իմ լույս աղջիկն ես, ցանկանում եմ, որ լինես երջանիկ, թող միշտ փայլեն աչքերդ, նրանք իմ արևներն են, կյանքիցս շատ սիրում եմ քեզ քույրիկ, կյանքիցս շատ սիրում եմ քեզ քույրիկ։ Շնորհավորում եմ։ Ռաֆն իհարկե հստակ եւ բավականին անբռնազբոս կատարեց առաջադրանքը։ Ստացվեց, որ նույնիսկ չուզելով բոլորը ծափահարեցին նրան։ Սակայն այս գործողությունը կասկածներ առաջացրեց։ Եթե մասնակիցները հասկանան ժառանգորդի առաջադրանքի իսկական պատճառը, ապա Ռաֆի համար խաղը կավարտվի։
Ես չէի ուզում թույլ տալ, որ ինքը այդ աներ, որտեղ ինձ ձեռ չի տալիս, որ ինքը կատարի հանձնարարությունը։ Եթե անգամ ինքը փարավոնի ժառանգը չի, ինձ պետք է որ ինքը ունենա իմունիտետ կամ ունենա ինչ-որ ավելի բան, քան մենք։ Ես կասկածում եմ, որ Ռաֆոյի երգը դա հանձնարարություն է տրված։ Ոչ մեկ չհասկացավ դա ինչա կատարվում, հետո պապինի գլխին կավ ու շարունակեց իմ խոսքը, բայց Ռաֆը այդ արեց։ Ես քո միտքը կիսում եմ ու դրա համար չի ուզում թույլ տալ, որ ինքը երգեր։ Բայց ոչ մեկ Բայց մենք արդեն եթե նույնիսկ դա տենց է, մենք հասկացել ենք, ինքը փայլուն չի կատարել իր առաջադրանքը։ Ռաֆի քրոջ ծնունդ շնորհավորել է ինչ որ կասկածելի է, որովհետև եթե ձայնագրվում է այս պահին այդ տորնածննդյան օրը իսկ եթերի ժամանակ չի համընկնելու։ Հենց հիմա չգիտեմ, մարդ կա, որը որ թողեց գնաց։ Պրոստը։ Իրականում, հա, ես համահա։ Գուգոն вообще չկա։ Ես Գուգոին ընդհանրապես։ Բայց երեխեք մի վարքյան չէ տարօրինակ է։ Խի, ասում է հուշումից մարդ կա որ կարա նեղվի ու թողեց գնաց, հա, խի խոսքի գնաց։ Ճիշտ է ասում Ռաֆը։ Ասում է, բայց գացիկ որ մարդ կա կարող է հուշումից նեղվի որ պարզվի ու խոսքի Գուգոն մենակ թողեց գնաց ներս։ 20-20։ Մենակ այն որ մենք, չէ, մենակ այն մենք որ պարտվեցինք, դա կարա Ուսքի մի 30 մետր դեպքի։ Ինչը որ պարտվել են, պարտվելուց նեղվի, բայց պարտվելուց այս բայ դրությամբ հիմա բոլորը ամեն դեպքում ուրախանում են ու կարևորը հուշումն է։ Հիմա այդ նույն հաջողությունը մտածում դու ուրախ Ինչի համար։ որ այդ հուշումը քո ձեռքերում է, դու ես իմանալու։ Իմ ձեռքերում չի։ Դե դու հաղթող թիմից ես։ Հա, ես հաղթող թիմից եմ ու Գուգոն շատ տարօրինակ է իմ համար, չգիտեմ։ Կներես Գուգ ջան, բայց շատ տարօրինակ է իմ համար ինքը։ Ինքը դեռ չի խոսում, ակտիվ չի, երեկվա պես կոպիտ ասած։ Ասում մի քիչ հանգիստ է, ինքը դեռ sense երկար է մտածում ինչ-որ բան։ Մի քիչ լարված է, ինչ-որ մեկը բան ասում, քսի ինչ-որ մեկի վրա։ Չգիտեմ ինչի՞ դա կապված, բայց չգիտես խի մտքերը դու գոյ վրա։ Հենց հիմա գնանդ է, հենց հիմա արստեղ։ Ասի Ռաֆան երգի։ Համաձայն եմ։ Միջև վերջ տարավետի։ Ձերքս բրին։ Գոյություն ունի հոգեբանական պատերժ այս կյանքում։ Ում ջանում գնաց։ Որովհետև ես կարծեցի, որ դու անում ես զադանյա, Ռաֆ, շատ խիստ կասկածեցի։ Ես էլ եմ մտածել։ Իրական չի ուզում թույլ տալ, որ ոնց որ դա լիներ, նեղվեցի, որ եղավ։ Քո հանձնարարությունը երկի մեջ ինչ-որ մի բան է, երկելու հետ կապված ինչ-որ մի բան է, դա կադրի համար չեմ հասկանում, ասում։ այսինքն եթե մենք գտնում ենք ինչ-որ մեկի կատարած հանձնարարությունը, հա, չի հաշվում։ Չի հաշվում։ Ես տենց գիտեմ, տենց եմ հասկանում։ Դե ուրեմն թող այդպես լինի։ Նենց ոչ կասկածը հասկացած Կասկածը այն էր, որ ինձ տրված է հանձնարարություն, որ ես պետքա երգեմ։ Դու ես ուզում հիմա կոնկրետ իմանաս թե որն էր իր ասածը։ Ախպեր ես ուզում եմ հասկանամ, որովհետև ամեն դեպքում մենք պետքա կենտրոնանանք Չէ, դու հետագայում։ հստակ հիմա ուզում ես մենք շեշտադրում դնենք թե քո երգելն էր, Կամ որ խոսքի մենակ դու երգես ուրիշ մեկը թե երգի մեջի արտահայտությունն էր, որ դու հետո ասես ես երգել եմ, բայց իրանք դրա վրա են կենտրոնացել, ոչ թե Արգելից դու ինձ ասում ես ուզում ես հենց հիմա երգի նորից նույն բանը, ես նույն բանը երգում եմ։ Շնորհավոր քույրիկս դու իմ լույս աղջիկն ես։ Եվ այսպես կրքերը Հյուգոյին նյարդայնացրեցին։ Ես ինչ-որ կերպ նրան կարողացա հանդարտեցնել։ Ստացվեց այնպես, որ ըստ իրենց ոնց որ թե հասկացան ժառանգին տրված առաջադրանքը, բայց դե նրանք իրենց կամքով կատարեցին առաջադրանքը։ Ինքնաբուխ կրկին ծափահարեցին Ռաֆին։ Հայ քեզ բան, Ռաֆը կրկնակի կատարեց իր առաջադրանքը։ Բոլորը նրան ծափահարում են եւ այս պահից սկսած Ռաֆի Մողեսի տոտեմով տուփը դատարկ է։ Նա այս պահից սկսած ազատ է միլիոններից, թեև շարունակում է մնալ ժառանգը։ Այս մասին չգիտեն մասնակիցները եւ կիմանան արդյոք ինչի համար։ Գնանք փառավոնի մոտ։ Նրանք իմ արևներն են։ Կյանքից շատ սիրում եմ քեզ քույրիկ։ Շատ է տենց է, շատ։ Եթե հաշվենք, որ միջինում մարդը 1 օրում ուտում է մաքսիմում 2 հատ խնձոր, իսկ 5-ից 6 միջին խնձորը կշռում է 1 կիլոգրամ, ապա 64 կիլոգրամ խնձորը 8 մարդը կուտի 25-ից 30 օրում։ Եվ այսօր մեր 8 մասնակիցները պիտի փորձեն վաստակել իրենց 8 կիլոգրամ խնձորը։ Ամեն մեկը իր հատ։ Աստվածները սիրում են աշխատանքը։ Եվ այսօր դուք պետք է փորձեք անել անսովոր մի բան։ Սովորական միրգը պետք է հասցնեք ձեր տարաներին անսովոր տարբերակով, որովհետև ձեր ձեռքերը կլինեն կապված։ Ձեր դիմաց դրված է 64 կիլոգրամ խնձոր եւ յուրաքանչյուրը պետք է փորձեք ձեր տարայում լցնել մինչև 8 կիլոգրամ խնձոր կամ ուղիղ 8 կիլոգրամ։ 8 կիլոգրամն անցնելու դեպքում դուք կզրկվեք իմունիտետի հնարավորությունից։
Լարված է մի տեսակ այսօր գուրգենը։ Չափից շատ։ Չափից դուրս։ Չեմ ասում, որ չէ, որտեղ լարված եմ։ Եվ այսպես հուսով եմ դուք հիշում եք կանոնները, հաջողություն եմ մաղթում բոլորիդ։ Գնացինք։ Գրողը տանի։ Այս ինչ ցիկ են գրպաններս։ Սա ոչ մեկ բան չի ասել, չէ՞ ուսով է։ Վազելով գրում ենք, քայլելով գալիս ենք։ Այստեղ կա կոնկրետ երկու թիմ։ Ասեմ ավելին, Լիանան էլ ամիացել է Գուրգենի, Պապինի եւ Սոֆիի թիմին։ Արդյունքում դուրս է գալիս, որ ես մենակ եմ եւ գոյություն ունեն երկու թիմ։ Այդպես։ Ես էլ խաղեր կտամ երկու թիմի հետ։ Միաժամանակ տեսնենք ինչ է ստացվում։ Իդուր սայթոտ այ։ Որ կանացեինք, պապիններ, մեկ էլ Google-ն։ Ասում եմ քիչ եք բերե։ Դու չէ լսեք, գնաք ավել բերեք, շատ քիչ եմ ասում, էլի զգում եմ որ քիչ է։ Համ երևում է քանակով քիչ է։ Ասում դուք փորձեք կարեք, կա ձեր համար հեշտ լինի խաղը մեջ, կա դուք եք հենց այդ մեկը, ձեր համար հեշտ լինի ինչ-որ, չգիտեմ։ Դեռ ժամանակ ունեք, կա մարդ, որ ուզում է եւս մեկ անգամ գնալ դեպի արկղերը։ Շատ լավ, սկսենք կշռել այդ դեպքում։ Ուղիղ 6 կիլոգրամ։ Արթուր 7 կիլոգրամ ու 100 գրամ։ Ես կարծում եմ 5 կիլոգրամ ու 50 գրամ։ Այս բային դեռ ամենամոտը Արթուրն է։ 6 ու 100։ Աշոտ։ 9 800 կարծում եմ սա բոլորը կարող են տեսնել, չէ՞։ Հա, ես էլ Որ Աշոտն անցել է։ Սա 6 կիլոգրամ կլինի կարծում եմ, պապին 600։ Ես մտածում եմ 6.5 էլ գուցե սա լինի։ 600։ 6 կիլոգրամ։ Ծափարենք Արթուրին։ Արթուր շնորհավորում եմ։ Եվս մեկ անգամ։ Ինձ մաման շատ է էլի ուղարկում տանը առևտրի բանջարեղեն բան քաշը։ Համոզվեք ինքներդ, որ ամենամոտն Արթուրն էր։ Ծափարենք Արթուրին։ Արթուր, շնորհավորում եմ, որևէ մեկը չի կարող քո անունը տալ դատաստանի սեղանի շուրջ, եւ ինչպես նաեւ վեգան է քեզ հետ իր նվեր քարտով 50,000 դրամ լիցքավորված, եւ վստահ եմ, որ հիշում եք, որ վեգան Հայաստանում կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցն է, ու իհարկե ես քեզ պիտի փոխանցեմ նաեւ այս բաղձալի սվինքսը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր է, որ խնձորը Ադամի կյանքը բարդացրեց, իսկ ինձ նվիրեց վեգայի նվեր քարտը։ Արտուրին չեմ հասկանում, ես Արտուրի մասին շատ եմ խոսացել, ինքը ամենայն հարգանքով ինքը իմ համար այս խաղի մեջ անհետաքրքիր է, որտեղ երբ որ դու անընդհատ կամ ունես իմունիտետ կամ ունես բացված խաղաքարտ, ինձ հետաքրքրություն չկա։ Ինձ պետք էր որ Սոֆին լինեն դա ու ոնց որ sense համընկավ ու շատ լավ էր։ Ես ուշում կասեմ ձեզնից միայն մեկին, ընտրեք ձեր պատվիրակին, թե ում եք ամենաշատը վստահում, նա էլ թող մնա։ Ես պիտի ամեն ինչ անեմ, որ մնամ ես։ Եթե ինձ մնացածը դեմ լինեն, ապա ես ուզում եմ Իլոնան մնա։ Նախորդ հուշումներին տղաներ են եղել, այս անգամ դողակ չկլինի։ Սոֆին թե Աշոտի վստահում։ Եվ Աշոտը։ Աշոտ, դու հելար։ Հա, չկասկին, այդ լավ իմացի։ Ես եկամ վստահում Սոֆին, բայց չգիտեմ, ինքը կարող է իմանա,
Ինչ թվում է, չկա չասի մեզ։ Ես տենց բան չեմ կարծում։ Ես Սի դուք հավատում եմ։ տենց Կարևոր լինի։ Այսինքն դուք տենց կանեք, որ տենց եք Չեմ կարող ասեմ ինչ կնի ուշում է։ Ես վստահում եմ Սոֆին, որ հաստատ մեր հետ գոնե կտեսնի։ Ինչ էլ որ լինի, մեր համար էական չի։ Ինչ էլ լինի, կարևորը Ես առաջարկում եմ մնամ ես, որովհետև ինձ թվում է ակնհայտ է, որ մեր մեջից ամենա չժառանգը ես եմ, հաշվի առնելով, որ օրինակ ես ռիպայդ եմ չէի քվեարկի։ Ինչ ես կարող ասես։ Կարամ ասեմ, ու դա շատ ակնհայտ է։ Մենք կանք հարցնում, ում ես հասկացում, մենք իմանանք խոսքի արդյոք։ Չէ, այս բանը ես չեմ ասի։ Դու մնա ու հուսով եմ մեր հետ կկիսվես։ Աշոտ ջան կլինի ընտրես իրան դուրս գանք հասկանանք ինչա կատարվում։ Ես ուզում եմ այդպես շատ արդար կլինի։ Ես էլ եմ վստահում։ Ես էլ խնդիր չունեմ։ Եվ Սոֆի Մամացեք։ Ժառանգը այսօր առավոտ ինձնից ստացել է հանձնարարություն։ Եթե նա կատարի իր հանձնարարությունը, կարող է կորցնել ամեն ինչ։ Եթե կատարի։ Եվ միևնույն ժամանակ ժառանգը ձեզ նայում է վերևից։ Չնայած որ նրա տոտեմը ամենևին էլ թրջուն չէ։ Եվ ժառանգին հեռացնելու դեպքում այդ որոշումը կարող է լինել նաև ճակատագրական, որովհետև նա չի հեռանա առանց վրեժի։ Շնորհակալություն։ Առավոտյան ժառանգը ստացել է իրանից առաջադրանք, որը կատարել է, Եթե նա կատարի իր հանձնարարությունը, կարող է կորցնել ամեն ինչ։ բայց միևնույն ժամանակ դա կարա իրան խաղից հեռացնի, այդ պահը մի քիչ տարօրինակ է։ Երկրորդը ինքը բոլորից նայում է վերևից եւ բայց ինքը թրջուն չի։ Ու ինքը ուղղակիորեն խաղից չի հեռանա, կհեռանա վրեժով։ Այս ինչ Այդքան բան ասեմ։ Դա քեզ լացում բայց։ Լացում։ Ներվային վիճակ ա մոտը։ Չէ, որովհետև հիմա ուզում բառեր ճիշտ հիշեմ, որովհետև Այսինքն ինչա դուրս գալիս, ժառանգ այսօր առաջադրանք արել է, որը որ կարող է իրան խաղից հեռացնել նաև, բայց ինքը ժառանգ այսօր դուրս է գալու, բայց հենց ինձ ես մտածում եմ սենց։ Ժառանգը կարող է դուրս։ Չէ, Չէ, նայ, ես իմ լոգիկայով սենց եմ հասկանում, որ գուցե ինքը առաջադրանքը արել է, մենք հասկացել ենք ինքը ինչ արել, դրա համար դա կարա իրան խաղից հեռացնի։ Ահա։ Ինքը Բայց հեռացնելու հետ մեկտեղ մեկինը հետը տանում է։ Ես էլ եմ այտենց Հա, հասկանում։ հա, այտենց ինչ որ մի բան։ Չգիտեմ ինչքանով այդ արդար կլինի, ինքը լինելով իր հետ տանի ինչ որ մեկ անմեղի։ Դե հիմա խաղի կանոններ է։ Այսօր կարա 2 հոգի գնա։ Որ մեկինն է թրջուն։ Ճպուր։ Ես կռունկն եմ։ Դու մեկ ասած տենես չկաս։ Դու անձեռն մխելի ես։ Այս Իլոնան կրունկն է։ Դու կռունկ ես։ Այո։ Դու Նապաստակ։ կռունկ նապաս։ Իլոնային բացառում ենք այդ դեպքում։ Հյուգո դու ինչ ես։ Հա։ Ծննդարցին նայում է վերևից։ Դու Ես վիշապ։ շապ։ Դու էլ ես թրջում։ Պապին դու որն ես։ Ուխտ։ Սիմվոլը թրջուն չի։ Իսկ ու բարձից է նայում, վերևից է նայում։ Իսկ մեր մոտ այդպես բարձր նայող կենթանին ուխտն է։ Ու վերևից է նայում։ Դա պապինն է։ Ուխտն է նայում վերևից։ Այստեղ հարց։ Տենց մողեսը կարա հելնի վերև, վերևից մողեսն է նայի։ Ես չեմ կարծում, որ ես սխալվում եմ ժառանգի հարցում, որովհետև այսօրվա հուշումները, այսօրվա իրավիճակները, պահելաձևը, հուշումը նրա մասին, որ իր մոտ է գտնվում իմ գանձերը, իսկ ես ամեն ինչ կանեմ, որ ինչ որ մի կերպ դա հասնի ինձ ու նաև սիրելի ինքեր, բայց կասեմ, որ դու ինձ խանգարում ես խաղի մեջ։ Ուխտի պահը օրինակ ես չէի մտածել այդքան, լավ տարբերակ է։ Վիշապն էլ վերևից կանա նայ։ Դե վիշապը հետ չէ, պատկերացրու վիշապին։ ուխտը չէ, ուխտը Այսինքն ուզում ես ասես վիշապը ավելի անհավանական է, քան ուխտը, որը վերևից գնայի։ Դե Չէ, հիմա լոգիկա դեմ ուխտը մի քիչ ավելի դժվար է հասնել, վիշապը ավելի խոսքի պարզ էր հենց հետա։ Սոֆի ասածը թեկեց սլաքը իմ կողմ, որտեղ ինքը ասեց, որ թրջուն չի, բայց օդ վերևից է նայում։ Իսկ դա վիշապը կարա լինի, որ վիշապը թրջուն չի, բայց վերևից է նայում, որ մարդիկ կարան դաժե մտածեն, որ ես եմ։ Երեխեք, կամ բոյի մասին է խոսքը, բոյով։ Այդ հուշումը մեկին մեկա մատնացույց անում էլի, ասենք ավելի կոնկրետ չէի կարող ասեի, ոնց որ ուղիղ ասեի, ես ինչ բառն է, որովհետև այդ ձևի եմ, որ սենց ուղիղ համեմատական, մանավանդ որ դու պատասխանն գիտես, ավելի ուրիշ վերևից նայելու հարցն էլ արդեն իմ հասակները ստիս։ Ինչ։ Բոյով։ Բունովա։ Կամ բոյով մարդու մասին է խոսքը։ Բուն ես եմ։ Դա եմ ասում, ես դու կարանի։ Դները Սոֆջան, ես չեմ կասկածում։ Աշոտի տակտիկան շատ սենց խառն է։ Մի մասնակցից ինֆորմացիայից ես հասկանում եմ, որ ինքը այդ մասնակցին տրամադրել է իմ դեմ,
Իսկ ինձ տրամադրել է այդ մասնակցի դեմ։ Մի ժամվա ընթացքում հասկանում եք։ Դժվար է, բայց Բայց ուշում է հետաքրքիր է Կարամ շատ։ ես էլ տանեմ, չէ, մի հատ հետը ապրես։ Շատ հետաքրքիր է։ Սոֆիա, ասենց հաստատ շատ ճիշտ էր, էսի միակ Հաստատ։ երևի ոչ թե հենց էս խոսակցությունը, այսինքն ինչ ոստը կատարվեց։ Իսկ մայ թիմը ինձ հավատաց։ Իհարկե այնեղ մի փոքր պահ կար, որը ես հետո եմ հիշել։ Իսկ հիմա էլի մեր քվեարկությունը ոչ մի բան է լինելու։ Չէ, սպասի, մենք հիմա այսպես խնդրի մեջ ենք։ Եթե հանում ենք Չէ։ ժառանգին, լսի, եթե հանում ենք ժառանգին, մեզնից մեկը դուրս է գալի։ Մի հատ հիշի էլի, խնդրում եմ։ Որ առավոտյան առաջադրանք կատարել, որը Քո բառերով բացատրեք։ Չէ։ հա ոնց որ ինքը պրավալ է տվել առաջադրանքը, որի պատճառով ինքը դուրս կարա գա։ Ժառանգը այսօր առավոտ ինձնից ստացել է հանձնարարություն։ Եթե նա կատարի իր հանձնարարությունը, կարող է կորցնել ամեն ինչ։ Եթե կատարի բառարբար իմ հասկացածն էր, որ ինքը չի ունեցել է առաջադրանք, որը չի կատարել, որի պատճառով դուրս է գալու, ինքը նայում է բոլորից վերևից, բայց ինքը թրջուն չի, եւ ինքը դուրս գալուց առանց վրեժի դուրս չի գալու։ Բայց կարող է սեվի ապրել։ Ինչ թվում է ինչ որ հելնիկ տեղը փոխվել է մեկը։ Առաջադրանքը կատարել է, բայց մենք ոնց որ իմացել ենք։ Մի հատ վտանգ ունեմ։ Եթե ես հանեմ այսօր Ռաֆոին ու նրա հնարավորությունը լինի հանել եւս մեկ մասնակցի, միանշանակ ես դուրս եմ գալու իր հետ միասին։ Փարավոնի ժառանգը մեծ խաղ է իր ճշմարտություններով, հանելուկներով եւ իհարկե իր կայուն գործընկերներով։ Մեր նախագծի գործընկերն է Նորտուն խանութսրահների խոշորագույն ցանցը, ավելի քան 20 մասնաճյուղերով ամբողջ Հայաստանում։ Ջերուցումը շահավետ է Նորտանը։ Այսօր նրանք կշռեցին ոչ թե մրգերը, այլ միմյանց։ Հավաքեցին ոչ թե փազլը, այլ կասկածների ծանր բեռը։ Փարավոնի ժառանգը կարողացավ ազատվել միլիոններից, բայց դեռ պայքարում է իր տեղի համար։ Սոֆին չկարողացավ ճիշտ փոխանցել հուշումը, որը հնարավոր է մոլորեցնի մյուսներին, բայց դա հենց իմ նպատակն է։ Ես սիրում եմ հետևել նրանց հենց այսպիսի ճնշման տակ։ Մասնակիցները պատրաստվում են օրվա կարևոր հանդիպմանը եւ դատաստանի սեղանի շուրջ գեղեցիկ երեկոյան տեսքը անշուշտ կարևոր է։ Ու այն ապահովում է լգոտ սալոնը։ Մի տեսակ այդ պահը, որ գալիս է սենյակում, որ գրիչը ձեռքս եմ վերցնում, վայ, այդ պահին դրանից հետո գախացավ է բռնում։ Դատաստանի սեղանն էլ գրեթե պատրաստ է, մնում է աթենքի prime set-ը, որ գոնե համը մեղմացնի պատիժը։ Եթե Ռաֆին հանենք, ինչ որ մեկին ինքը իր հետ կտանի մեզանից, ես չեմ ուսում, որ ինչ որ մեկը դուրս գա մեզանից։ Այսօր դուք բերեցիք մրգեր առանց հասկանալու թե դրանցից որքանն է ձերը։ Հավաքեցիք փարավոնի դեմքը առանց հասկանալու թե ինչ եք կառուցում։ Եվ հիմա ուզեք թե չուզեք, ճակատագիրը ինքը կորոշի իր ընթացքը։ Շատ լարված եք։ Շատ։ Լարված եմ։ Ամեն շաբաթ ավելի լարված եմ դառնում։ Լարում այն փաստը, ոնց են խաղացողների հետ նաև վերջանում մոմերը։ Մոմերը մենք կարող ենք թարմացնել, բայց խաղացողներին չեմ կարծում։ Արթուր, դու կրկին շատ լավ դիրքում ես։ Ունես իմունիտետ այսօր։ Սկսենք քեզնից երևի։ Ամենահանգիստը դու կլինես։ Ես շատ հանգիստ եմ, հաղթեցի խնձորների քաշի պայքարում։ Պատկերացնում եմ ինչա ինձ սպասվում հետագայում, երբ ժառանգը կփոխանցվի մյուս խաղացողին։ Իսկ ինչ որ կասկածներ կան հստակ ժառանգի հետ կապված։
Պատրաստ ես դու բարձրաձայնես այն մարդու անունը, ում դեմ ուզում ես այսօր քվեարկես։ Հարմար գոտում գտնվելը չի նշանակում, որ ես տեսնում եմ ավելի շատ, քան դուք։ Մենք բոլորս անցկացրել ենք ամբողջ շաբաթը միասին իրար հետ, ամեն ինչը արել ենք իրար հետ, ես ոչինչ չեմ ունեցել ձեզանից առանձին անելու, մենք միշտ իրար տեսել ենք, լսել ենք, Բայց վստահ եմ ինչ որ մեկին հաստատ ավելի շատ ունես քո մտքում ում կասկածում ես։ կարող է նաև ունեմ։ 3 շաբաթա ես չեմ հասկացել քեզ, ուզում եմ որ դու խոսես, ուզում եմ հնարավոր չի չունենաս ինչ որ կասկածներ, չունենաս ինչ որ բան մեզ ասելու։ Խնդրում եմ քեզ խոսա նենց, որ նաև օգուտ տա ինձ իմ որոշման մեջ։ Ասեմ, որ մի շաբաթվա ընթացքում իմ կասկածյալ մարդիկ փոխվել են այդ անունները։ Հիմիկվա դրությամբ ես իրանց չեմ բարձրաձայնելու, ինչպես նաև մտածում եմ, որ ձեզանից շատերը չեն բարձրաձայնելու իրենց կասկածյալի անունը։ Կասկածներ ունեմ իմ ներսում, իմ թեկնածուին ունեմ, որոշում ունեմ ու հստակ կայացրել եմ իմ որոշումը։ Ռավջան, ես քեզ եմ մտածում որ դու ես ժառանգը, մտածում եմ որ մենակ դու կարայիր հանեիր ռիպային, որովհետև ես քո խաղաոճի մեջ զգացել եմ որ դու ուզում ես խաղը թեքես դեպի Պապինի ու Գուգոյի ուղությամբ, ովքեր մտերմություն էին անում ռիպայի հետ ու հետո խաղը հիմա դու կառուցում ես նենց որ մեր ուղությունը կասկածների թեքես դեպի իրանց կողմը, որ մենք սկսենք մտածել, որ ժառանգը իրանցից մեկն ու մեկն է։ Ես հուսամ, որ ես չեմ սխալվում։ Ես մի հոգ եմ կասկածում, եթե անկեղծ դրանից հետո մի հոգ եմ աչքին մի քիչ կասկածելի դարձել, դա Աշոտն է, գուցե նրա համար, որ Ռաֆն ու Աշոտը շատ իրար հետ են խաղում ու ինձ շատ այսօր նաև լարեց են փաստը, որ ես իրանց երկուսի հետ եմ եղել մի թիմում, որտեվ ես ինձ չէի կարողանում ճիշտ պահել, որովհետև չէի կարողանում ազատ իմ մտքերը արտահայտել, չէի կարողանում ասել այն ինչ որ մտածում, որովհետև ես երկուսի վրա էլ ունեմ կասկած, իհարկե Ռաֆի հանդեպ ավելի շատ է, բայց ես շատ ուզում եմ, որ իրանք մի քիչ ավելի շատ խոսեն։ Քո համար ռիպայի գնալը շատ ծանր էր, իսկ ինչ եթե մնայիք վերջում դու եւ ռիպան ու ժառանգը լինեիր դու նորից նույն ցավով ռիպային կհեռացնեի։ Արի ես քո հետ չքննարկեմ այն թե ես ինչ կանեի, երբ որ ես մնայի ռիպայի հետ հետո։ Դե ուրեմն արի ես քեզ չքննարկեմ, թե ես ինչ տեսակ եմ ու ինչ ձևով կարամ խաղամ։ Բայց ըստ իս խաղացող իրավունքն է հայտնել իմ կարծիքը։ Հա, օքեյ, ես էլ իմ կարծիքն եմ ասում, որ ամեն դեպքում ժառանգը ես չեմ, բայց իմացի, որ ժառանգը արել է քեզ շատ մեծ լավություն։ Այսինքն Դե գոնե ցավդ մեղմել է։ Որ հետո դու քո ընկերոջ դեմ, այդ մարդ մաքուր ընկերոջ դեմ։ Հիշում ես, որ մենք սենյակում ենք 4 հոգով էինք։ Վստահեցի քեզ։ Քո կարծիքով ես լինեի կհելնեի սենյակից։ Ինձ թվում է դու չէիր կիսվի մնացած խաղացողների հետ, դու կկիսվեիր միայն քո ընկերոջ հետ, այս բառը։ Նա այդ ինչ հուշում լիներ, թե հաշվի առ։ Դե այս հուշումը կոնկրետ որը մոտ է։ Ես չեմ իմաց հուշումը, օքեյ կարելի ուրիշ ձև լիներ հուշումը։ Իրականում ես այսօր շատ ներողություն, ես այսօր մենակ մի բանի համար եմ փոշմանել, որ սենյակում չեմ մնացել ոչ ես, ոչ Իլոնը, ինչի համար պարզաբան եմ, որովհետև քո լարվածության աստիճանը, երբ որ դու դուրս եկար սենյակից ու քո հուշումը տալու ձևը շատ հարցերում խճճում էր մեզ։ Բա իսկապես։ Որտեվ իրոք ահա որ լարված էիր, չէ, նայ, չէ։ Դու հիմա ուզում ես իմ կողմ թեքես մարդկանց։ Ես չեմ թեքում ընդհանրապես քո կողմ։ Չէ, դու ներսում էլ այդ նույն բանը ասացիր, որ իբրև իմ նույնիսկ հուզվելը, որը կարծում եմ ոնց որ հերոստատիտողն էլ կհաստատի, որ շատ անկեղծ էր, դու ինձ ասացիր, որ դա էլ է ֆեյք եղել։ Ասենք մի մարդ, որ դա Ես չեմ ասել, որ դա ֆեյք է։ Ես ասացի, որ դա տենց է, որտեվ ես ասացի, ես ուղղակի ասում եմ քեզ, որ ավելի լավ կլիներ, եթե հանելուկին տիրապետեր այնպիսի մի մարդ, ով որ ավելի սառնասրտորեն կարող է մտնել ներս, կարող է մտնել ներս ու մնար ու լսել ինֆորմացիան ու դուրս գալ, փոխանցել իր խաղընկերներին։ Ավելի լավ է փոխանցել հուզված, քան չփոխանցել։ Ես որպես այս խաղի մասնակից վստահ չեմ, որ դուք փոխանցեիր հանելուկի պատասխանը։ Ես չեմ փոխանցի։ Ինչի համար դու որտեղ հանելուկի պատասխանը չունեմ։
կարող է փոխանցել։ Դե բառախախ մի ստեղծի դու հասկացար ես ինչ եմ ասում։ Ուշադրություն եմ դարձնում ցանկացած քո արած արտահայտության, ինչպես նաև բոլոր ներկաների արած արտահայտությունների։ Այս թեմայի հետ կապված էլի, Ռաֆի հետ որ մասով եմ մի քիչ համաձայն, որ ես անկեղծ հասկացա, որ ես շատ կցանկանայի, որ ես անձամբ տար հատիկ շեշտադրությամբ եւ այլն լսեի այդ հանելուկը, որտեվ միչեվ հիմա ես այդպես էլ չհասկացա, որ նա հանելուկը, իսկ իմ համար կոնկրետ շատ հանելուկը չէ, հուշումը, ներողություն։ Հուշումը իմ համար շատ կարևոր է հուշումը, շատ։ Որ խնդրեմ մի հատ էլ կասես ընդհանուր այս սեղանի շուրջ։ Ասեմ, հուշումը եղել է այսպես, որ ես ժառանգին տվել եմ առաջադրանք, որը կատարելու դեպքում ինքը կարող է դուրս գալ խաղից։ Իսկ ասա խնդրեմ, սկզբում դու ուրիշ ձևով ասեցիր, որովհետև դա ինձ ասվել է ու ինքը շատ խուճուճ միտք էր ու եթե հիմա էլ դուք լսում եք, միանգամից լսելուց ու միանգամից փորձելով միտքը վերարտադրել, դա շատ դժվար է։ Ես այդ եմ ձեզ ի սկզբանե սխալ ասել շփոթությամբ, որ ինքը արդեն կատարել է առաջադրանքը, բայց սկիզբը այնպես էր, որ ինքը եթե կատարի առաջադրանքը, այսինքն հնարավոր է ասած պահի ինքը Այսօր ժառանգը ստացել է առաջադրանք եւ այն պատվով կատարել։ Բայց դեռ այն ժամանակ, երբ գաղտնի սենյակում էինք, տեքստը այսպեսին էր։ Այսօր ժառանգը ստացել է առաջադրանք եւ այն կատարելու դեպքում նա գուցե կորցնի ամեն ինչ։ Եվ հիշեք, որ նա ձեզ բոլորիդ նայում է վերևից, չնայած նրա տոտեմը ամենևին էլ թրջուն չէ։ Եվ եթե դուք որոշեք նրան հեռացնել, նա վրեժ խնդրողին կհեռանա։ Պարզա, վրեժ է խնդրելու։ Պարզա ամեն ինչ։ Ինչա պարզ։ Ինչն է պարզ։ Առաջադրանքը նոր նշեց, որ առաջադրանքը կատարվել է։ Այսինքն մենք էլ այդ խնդիրը չունենք, առաջադրանքը չի կատարվել, թե ոչ։ Առաջադրանքը կատարվել է եւ գուցե նա խաղը լքի։ Որը որ շատ հավանական ելք է։ Այսօրվա մեր դատաստանից հետ, ահա։ Այսօր ժառանգը, ինչպես արդեն նշեցիք, կատարել է իր առաջադրանքը պատվով եւ նա ստացել է մեգա հնարավորություն ազատվելու միլիոններից։ Թե իսկ ում մոտ կհայտնվեն միլիոնները, կորոշի հենց այս դատաստանի սեղանը։ Այդ վրեժ խնդրությունն է իրա մեզ։ Հա։ Էլի հանելուկ։ Հանելուկ չի։ Բայց օրինակ հետաքրքիր Ում քվեարկեք շատ էր, ինձ թվում է մոտա փոխանցվելու։ Այսինքն ամեն դեպքում իր մոտից փողերը Այդ դեպքում կմնա օթում գումարը դուրս է գալիս։ Եվ հաջորդ շաբաթ դուք արդեն կիմանաք, թե ինչ կլինի։ Իսկ եթե մենք քվեարկենք իր դեմ, կիմանաք դրանից հետո թե ինչ կլինի։ լավ է լի։ Այս խճճվեցի։ Թուլացեք եւ հաճույք ստացեք։ Այս բան ինչ եմ ուզում խմել։ Խմում եք։ Ինան։ Այս բանը սա կփրկի։ Դե գեղեցիկ աչքերի համար եմ ուզում խմել։ Շնորհակալ։ Ոչ մի կետից չխմեմ։ Հստակ մտել եմ այս սենյակ ու գիտեմ, թե ում եմ քվեարկելու։ Այս շաբաթը դրանով է տարբերվում իմ մոտ։ Այտենց իմացած մտել էի։ Հա, կասեմ, որ էլի ինչ-որ չափով մեկ այլ մասնակցի օրինակի համար կարամ թույլ տվել, որ կասկածեմ, բայց քվեարկելու եմ այն մասնակցին, ում ամբողջ շաբաթվա ընթացքում ով իմ մտքին է եղել, իր տարօրինակ պահվածքով։ Այս շաբաթը ստենց է տարբերվում։ Ես միշտ մտնում եմ այս սենյակ ու մտքերս ամբողջ իմ շաբաթվա մտքերը զրոյանում են, հասկանում Շատ դուր է գալիս Հյուգո։ Դա Էդ շատ է սպանում։ Չգիտեմ։ Բայց ես քեզ խոստացել եմ, որ դու գաս այստեղ, ես քեզ պիտի ապրեցնեմ։ Չէ։ Ինչքան խոսանք, այդքան խճճվելու ենք, այդքան անիմաստ մոլորվելու ենք իմ կարծիքով ու վերջում անելու ենք այն, ինչը որ ամեն մեկս մեր համար որոշել էր։ Ես կամ խնդրեմ մի քիչ Աշոտը խոսա։ Դե հիշում ես, հուշում հետ կապված հիշացնեմ էլ կոնկրետ, Հիշում եմ։ որ նայում վերևից է նայում։ Իսկ իմ սիմվոլը հիշում ես ինչ էր։ Չէ, ես ոչ թե այն բանը, որ դու ժառանգն ես եւ այլն, ինձ պետք է հիշի, Որն էր քո սիմվոլը։ Ես նապաստակն եմ, ամենաներկևը։ Հա, ճիշտ է։ Դոց։ Ես ինչ-որ մեկը կոնկրետ որ ասեմ, ես վստահ եմ, սուտ կլինի։ Բայց կա մեկը իրականում, բայց էլի չեմ կողմնորոշում իրականում։ Իսկ ինչ եք անում ամբողջ շաբաթվա ընթացքում, եթե
չեք կարողանում այս սեղանի ժամանակ նույնիսկ ինչ որ մեկի անունը տալ կամ Մարչերը անուշ հնչել է։ Բացի մի դրա համար շեշտեցի, որ ոչ թե անուն շեշտել կամ գոնե ինչ որ ամփոփել ինչ որ մեկի վրա։ Ստեյական բարդ է, որտեղ մարդիկ կան, որ համ թիմ են, համ թիմ չեն։ Իմ հետ խոսքի ուրիշ են, քո հետ ուրիշ են։ Բարձա։ Բնականաբար։ Հա, ես մի հատ վատ փորձառություն ունեցել եմ։ Ես այդ մի օքին կարա լինի իրենց, ինձ մտածում։ Ոդի չեմ բացառում դա էշի իրականում։ Այդ մի հոգին իրականում ես եմ, չէ՞։ Չի, ես քո չեմ։ Ես բոլորի հետ եմ իրականում խաղում։ Մի վարքյան, հա, կներես, ընդհատեցի չէ ավարտի։ Ես քո չեմ տվել իրականում։ Լավ։ Բայց բարդ է, երբ մարդիկ գալիս են քեզ ասում են մենք թիմ ենք դառնում, սենց կամ նենց, բայց դու կողքից ուրիշ բան ես նայում, ուրիշ բան ես լսում կամ ֆիքսում, դեռ ուրիշ բան է։ Mən մտածում եմ այդ մարդը կամ քեզ խափում է, քեզ հետո հեժզեվի սենց ճանապարհի կամ չգիտեմ բարդ է։ Ինչ է նշանակում ամբողջ շաբաթ լինել, ամբողջ շաբաթ խաղերին ակտիվ լինել, վերցնել վեգայի նվերները նույնիսկ, բայց գալ սեղանի շուրջ ճիշտ նստած գիտեք ինչպես բանը դեռ չեմ մտորում ում անուն չեմ կարող տալ, այտենց չի։ Ինձ թվում է տենց չի, որովհետև եթե մենք հասցել ենք այստեղ ու հասել ենք արդեն այս 8-նյակով, անհնար է մենք խոսալու բան չունենանք։ Ասում ենք ոչինչ հիմա չենք կարող փոխել, իրանք հենց սենց է շարունակելու են, հասկանում ես։ Պապին, մենք չենք կարող փոխենք իրանք։ Կարանք, հեռացնելով։ Հա։ Բաս ամենտաս կորմեք հիմա։ Հիմա, այո։ Ռաֆա։ Պատճառ ունես Այո, բավական շատ Ռաֆին կասկածելու։ Բոլորին նայում է վերևից այդ արտեցությունը, չեմ կապում միայն տոտեմի հետ։ Մենակ ճասես բոյ բուսատիս։ Ինչ։ Բոյ բուսատիս։ Լավ, քո իրավունքն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես ուզեի նման բոյ ունենայի։ Ես չեմ ուզում։ Շատ լավ։ Մի հատ օթում շնորհալի զարքը շնորհակալություն։ Իմ բաժակն էլ մնաց օթում պայթակ։ Հա, դե բայց ես ոչ կարող էի օգտվել հնարավորությունից եւ Բաշնաբաշ, լավ խոսք։ Շատ լավ։ Ռիփային խաղից հանելու դրամաբանությունը նման էր իրենին։ Ինձ դուր չի գալիս այն, որ դուք կոնկրետ հիմա ձեր ամբողջ դու Սոֆին, ես մաքսիմալ անկեղծ եմ, Դու մաքսիմալ անկեղծ ես հիմա։ Հա, հենց հիմա։ Շատ լավ։ Ռիփան էլ չկա, բայց ռիփան կա։ Ու ռիփան կա ձեր խաղի մեջ։ Մեր սրտերում կա ռիփան։ Այո, իհարկե։ Իսկ իմ սիրտը Իլոնյան հազար ներողություն, բայց մենք խաղ ենք խաղացել եւ այս խաղի իմաստը այնա, որ մենք անցած չէ, մենք հասկացա։ Այս խաղը մենք խաղում ենք նաեւ տրամաբանության հիման վրա ու մենք պետքա մեր անցած շաբաթները վերլուծենք։ Ես չեմ կարող մենակ այս շաբաթով առաջնորդվեմ։ Հարցը հենց կոնկրետ այն ֆակտորն է, որ դուք ինչ որ մեկին պահում եք, անգամ նա խաղը լքել է ու հենց դուք եք փորձում վրեժխնդիր հիմա լինեք։ Այդ նույնն է ոնց որ ես, չգիտեմ, Լիաննայի եւ Գուրգենի ու Արտուրի հետ խաղամ, դուրս գա օրինակի համար Արտուրը ու ես ձեր հետ խաղամ նրա համար, որ դուրս եկավ Արտուրը ու իմ խաղում ամեն անգամ դա նշեմ ու մյուս մասնակիցներին էլ ասեմ։ Խաղում ես, ես կարող եմ նույնիսկ ինչ, Ոնց։ որովհետև ես այդ խաղավճով չեմ խաղում, ինչպես դու հիմա ասում։ Ես ինչ լսում եմ, մենակ Ռիպայի անունն եմ լսում ու նա որովհետև անարդար էր, որովհետև Ռիպան Ես կարող էի ոչինչ ասել ներողությունով, ես կարող էի ոչինչ չասեի ու քվեարկեի, եթե Տիկին Լիանան ինձ չհարցներ։ Ես դա ասում եմ շատ պատճառներ ունեմ, բայց պատճառներից մեկը դա է։ Դա չի նշանակում, եթե ես Ռիփայի անուն տվեցի, դա է պատճառը։ Մենք հավատամ ենք խաղում ենք այնպես խաղ, որ իմ համար կարևոր է որ միլիոնը վերջում հասնի ինձ։ Այ դրա համար էլ ես ունեմ այն կարտիկը, որ դու ի սկզբանե հնարավոր է որ հանած լինես Ռիփային։ Այդ ամեն ինչը տանելով քո հոգում եւ սրտում հասնես քո հաղթանակի բաղձալի։ Վերջում էլ ընկերներիդ հավաքես գնաս մի տեն էստես ու տես խմես ու առանաս այդ ամեն ինչը։ Եթե ես ոչ մեկի չեմ վիրավորել։ Երեք ընկերներով կիսենք միլիոնը ու ինքը դա էլ կարա ասի կարծիքով։ Ինքը դա էլ ունակ ասել։ Ես դա հիմա ամեն ասածը չի որ դրամաբանական։ ասել եւ ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ այդ խոսակցությունը եղել է, նշվել է, որ հա նման մտքեր եղել են։ Շուտ Կիսելու ժառանգությունը Ում կողմից։ նրանց կողմից, եթե չեք հիշում, անցած շաբաթ էր դա եղել։ Լուրջ է ասվել։ Լուրջ է ասվել։ Ուզում եմ հասկանալ հիշողության հետ կապված ինչ որ Ես խնդիրներ այնքան հիշողության հետ խնդիր չունեմ, որ ես կարող եմ հիմա շատ բաներ բարձրացնել, բայց վստահ չեմ, որ դա քեզ դուր կգա։ Իմ իրավունքն է, չէ՞, բարձրացնելը։ Հա, իհարկե։ Չեմ բարձրացնում։
Շատ լավ, դարձածեք ձեր փետուրները։ Պապին 3, պապին 4, պապին 5 ու սաղ սենց սլակները։ Ոնց որ խաղի մեջ այնպես էլ իմ շրջապատում մենակ ես եմ, պապին ու ինձ դա շատ դուր է գալի։ Պապին ու տատին։ Շատ հնդալը։ Շատ լավ, իրավիճակը թույլատրեցիք համաձայն եմ։ Անցնենք քվեարկությանը։ Խնդրեմ։ Քվեարկենք արդեն։ Այո։ Բուկվը Բ։ Այսօրվա խաղի հետ կապված ներքին շատ սենց թողբոհի մեջ եմ։ Լիաննա, պապին Լիաննա։ եւ Ռաֆ։ Տիկին Լիաննա, դուք ունեք մեկ ձայն ընդհանրեն, մի անհանգստացեք։ Ռաֆ, պապին։ Նույնիսկ որ դուրս գայ։ Դատաստանի սեղանի շուրջ կարծում եմ ամբողջ դիսկուսը գնաց ձեր մասին, ձեր շուրջ գրեթե։ Ինչ ունեք իրար ասելու, նախքան ես հրապարակ եմ նրա անունով ամենաշատ ձայնն ստացել։ Հիմա ոչինչ չունեմ ասելու, հետո եթե ինչ-որ փոխվի կասեմ, եթե հնարավորություն ունի։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ միշտ հիշեք, որ ձեր հերթն է գալու։ Այդքան։ Եվ այսպես, պապին դու ունես 3 ձայն։ Բրավ։ Դու ավարտեցիր քո պայքարը փարավոնյան աշխարհում եւ հիմա ժամանակն է որպեսզի բացես քո արկղը։ Շատ մեծ սիրով եւ թեթևությամբ եմ դա անելու եւ հպարտությամբ։ Շատ մեծ հպարտությամբ։ Ինձ այս խաղը գնալով անկեղծ այնպես է զարմացնում, այնքան շատ։ Ես ուզում եմ հասկանամ, երբ որ ես փորձում եմ հասկանալ։ Ներողություն, Միլոնա, լսենք Ռաֆի վերջին խոսքը, ճանապարհենք Ռաֆին եւ այնուհետեւ քննարկենք։ Շնորհակալություն Ռաֆ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բոլորին հաճելի խաղ։ Այսօրվա իմ համար փիվը կոնկրետ 3 մարդու կոմբինացիան է։ Դա Հյուգոն էր, Սոֆին եւ Պապին, ովքեր որ բարձ ցույց էին տալիս ու ես քաջ տեղյակ էի, որ իրենք ինձ դեմ էին։ Այ օծերը, ավելի ճիշտ օծը, այս պատմության մեջ հանդիսացավ Լիանը, բայց այս 3 հոգանոց խումբը կարծում եմ, որ գոնե թեկուզ այ երբ որ հասնի այդ փուլը, երբ որ իրանք իրար այդ պայքարելուց լինեն, ասեն վայ ինչ լավ արեց Ռաֆոն, որ գոնե մեկ հոգով կչացրեց մեր բեռը, որ գոնե ընկերուհիներով հետո կկարանան իրար դեմքի պարշճակատ նայեն, էլի։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Դուք շարունակում եք պայքարը, փարավոնի ժառանգը դառնալու համար։ Ինձ պետք է հասկանալ, թե ով է լքելու խաղը։ Եվ քանի որ դու լքեցիր խաղը, այս դեպքում արդեն դու պիտի ասես ում ես փոխանցում միլիոնները։ Հավատացեք, այսքանով ավելի ես իմ տեսակով էլ են տեսակն եմ, որ սա կլինի երևի այդ սառը ապտակը, որ կհասցնեմ, որից հետո նոր կկրեմ պարտությունս։ Աշոտը ուղղակի փախավ մարտից, Լիանը ինձ մեջքից խփեց։ Մաքսիմալ բացառում եմ Արտուրի եւ Իլոնային փոխանցելու վարկածը։ Այ, հիմա մտածում եմ, թե ինչ արժի անել։ Ես կներեմ ու ես միլիոնները կփոխանցեմ ամեն դեպքում մաքսիմալ լիցքավորված եմ ու շատ շնորհակալ եմ այս պրոյեկտի համար, շատ ուրախ եմ լինել այս պրոյեկտում ու շատ ուրախ եմ սենց սիրուն հեռանալով։ Չգիտեմ, ինձ համար իմ գնալը շատ սիրուն։
Երբեմն ճիշտ մարդը հեռանում է, որ սխալները մնան, բայց նույնիսկ հեռանալը կարող է լինել փրկություն։ 3 միլիոն դրամ մրցանակին հասնելու մղումը եւ հարաբերությունների լարվածությունը խաղը դարձնում է հագեցած։ Բայց փարավոնի ժառանգությունն ամբողջական չէր լինի առանց մեր գործընկերների եւ նրանց անհավանական անակնկալների։ Վեգա խանութսրահների ցանցը նախապատրաստել է բացառիկ անակնկալ 500,000 դրամի նվերքարտ փարավոնի ժառանգին, որը նա իր հետ տուն կտանի ամանորի գիշերը։ Վեգա, կահույքի եւ էլեկտրատեխնիկայի ամենամեծ ցանցը Հայաստանում։ Բարի գիշեր։